Աստված հավատարիմ է։ Դեյվիդ Վիլկերսոն։ Օր նոյեմբերի 3։ Կյանք լույսի ետևում։ Արդ Հիսուսը դարձյալ խոսեց նրանց հետ և ասեց. Ես եմ աշխարհի լույսը, ով որ իմ ետևից գա, նա խավարումը չի գնա, այլ կյանքի լույսը կընդունի։ Հովհաննես 8:12 խոսք։ Տեր Հիսուսը աշխարհի լույսն էր և շարունակ է։ Նրանով էր կյանքը և կյանքը մարդկանց լույսն էր։ Հովհաննես 1:4 խոսք։ Պարզ ասած, Քրիստոսի ունեցած կյանքը նրա լույսի աղբյուրն էր աշխարհի համար։ Նա ասաց, որ բոլոր նրանք, ովքեր հավատում են, կյանքի լույսը կընդունեն։ Ինչ է այս կյանքի լույսի ետևում, որի մասին խոսում է Սուրբ Գիրքը։ Երբ Հովհաննեսը գործածում է կյանք բառը, նա խոսում է Տեր Հիսուսի էության ամբողջ կենսագրության մասին։ Տեր Հիսուսը մեզ ասում է ապրել այնպես, ինչպես նա ապրեց։ Աշխարհում Քրիստոսի նման լինելու համար մենք պետք է անձամբ ճանաչենք և ապրենք նրա կյանքը։ Քրիստոսի մեջ մենք կապվում ենք նրա կյանքի հետ, ուրախանալով նրա արած և ասած բարի գործերով։ Նրա ամենօրյա գործողությունները, խոսքերը և հոր հետ քայլելը նախատեսված են մեզ համար Քրիստոսի մեջ կյանքի իմաստը սահմանելու համար։ Մտորեք Տեր Հիսուսի և Ղազարոսի բարեկամության մասին։ Երկարատև ծառայությունից հետո ամբոխից նրա հեռանալու, Մարիամի, Մարթայի և Ղազարոսի տանը ժամանակ անցկացնելու նրա ուրախության մասին։ Մտորեք, թե ինչպես նա իր գիրկը վերցրեց փոքրիկ երեխաներին և օրհնեց նրանց։ Իր մորը հնազանդվելու մասին, չնայած նա արդեն չափահաս տղամարդ էր։ Հարսանյական խնջույքի ժամանակ ջուրը գինու վերածելու մասին։ Մտորեք Տեր Հիսուսի սիրո և հոգատարության մասին արհամարհվածների, չսիրվածների, աղքատների նկատմամբ։ Նրա կարեկցանքի մասին շնության մեջ բռնված կնոջ նկատմամբ։ Նրա կողմից այն այրի կնոջ պատվի մասին, որն ընդամենը 2 լումա ուներ տալու։ Կասկածում եմ, որ բավարար կլինեն գրքերը, պարունակելու Տեր Հիսուսի բոլոր ողորմածության գործերը, որոնք նա կատարել է երկրային կյանքի ընթացքում։ Այս հատվածներում մենք գտնում ենք մեր կյանքը նրա կյանքի հետ կապելու և լույսի կյանքը հասկանալու եղանակները։